Բալզակը 19-րդ դարի եվրոպական դասական ռեալիզմի ամենախոշոր ներկայացուցիչն է։ Նրա գեղարվեստական ստեղծագործության գերագույն օրենքը կենսական ճշմարտությունն է։ Հայր Գորյո վեպը Բալզակի լավագույն գրվածներից մեկն է։ Նրա ռեալիստական արվեստի ուժեղ կողմերը արտահայտված են այս գրվածքում։ Վեպն աչքի ընկնում կենսական ճոխ հարստությամբ, ընդամենը 300 էջանոց գրվածքում արտացոլված է մի ամբողջ աշխարհ, բազմաթիվ հերոսներով, հետաքրքրաշարժ դեպքերով, զանազան հարաբերություններով ու բախումներով։ Այստեղ առանձնապես առաջին պլան է մղված 3 էական խնդիր, որոնցում խտացված է վեպի գաղափարական բովանդակությունը։ Ճիշտ է, դրանք սերտորեն կապված են մեկը մյուսի հետ, միահյուսված են ընդհանուր կառուցվածքում, այնուամենայնիվ դրանց մասին պետք է խոսել առանձին։ Այդ խնդիրներից մեկը ժամանակի եսապաշտական բարոյականության քննադատությունն է։ Վեպը ընթերցողի առջև դնում է մի աշխարհ, որտեղ մարդկանց միջև եղած բնական կապերը փշրված են, մարդկային կերպարն աղճատված, մաքուր զգացմունքները ցամաքած, սրտերը քարացած, ազնվությունն ու խիղճը վաճառված։ Մարդկային բնական մաքուր հարաբերությունների տեղը գրավել է բարոյական մի գերագույն օրենք, ամեն մեկն իր համար հասարակական մի ընդհանուր օրենք, ամենքը ամենքի դեմ։ Ժամանակի եսապաշտական բարոյականությունը մարմնավորված է պատմական կոնկրետ ժամանակաշրջանում եւ հասարակական որոշակի միջավայրում։ Բալզակը ցույց է տալիս, որ այդ վայրենի վարդն ու բարքը ժամանակը բերեց, որ դա ժամանակի զարգացման արդյունք է։ Հայր Գորյո վեպի, ինչպես եւ Բալզակի ամբողջ ստեղծագործության բացատրության բանալի կարող են ծառայել հետեւյալ տողերը՝ ամենուրեք սրտաշար սենտիմենտալ քողը ընտանեկան հարաբերություններից քաշվեց եւ դրանք վերածվեց զուտ դրամական հարաբերությունների, մարդկային բնական կապերի խորտակման եւ կանխի քաշվի վրա հիմնված եսապաշտական բարոյականության հաստատման խնդիրը իր գեղարվեստական վառ արտացոլումն է գտել Հայ Գորյոյում։ Վեպը որոշակի կերպով բերում է այն եզրակացության, որ 19-րդ դարի մեծագույն չարիքը եսապաշտական բարոյականությունն է։ Բալզակը ցույց է տալիս, որ անձնական շահը, անսիրտ կանխի քաշվի եսապաշտական բարոյականությունը մարդուն զրկել է հոգեկան գեղեցկությունից, չորացրել է մարդու նվիրական զգացմունքները եւ թողել անսիրտ անհոգի ամայի տարածություն։ Դրամական հարաբերությունները ամեն ինչ ավերել են, ամեն ինչ ավականել, սեր, ընտանիք, կենցաղ, ընկերություն, փողը դարձել է ամենազոր լծակը։ Հայ Գորյոյի այսպիսի դառը խոստովանություններ կան։ Փողը կյանք է, փողը ամեն ինչ է, Փարիզում չկա ամենամոտ ազգական, քան 100 ֆրանկանոց դրամատոմսը, չկա ուրիշ այլ ընկեր, քան գրավադրական գրասենյակը, առաքինությունը հարստության մեջ է, եթե հաջողեցի 4 միլիոն ձեռք բերել, ոչ ոքի չի հարցնելու ով ես դու, ես դառնալու եմ պարոն 4 միլիոն։ Ամեն մի դարաշրջան կարելի է արտահայտել մի բառով, ասում է Բալզակի մի այլ վեպի հերոսը, մեր դարաշրջանի համար այդ բառը փողն է։ Եսապաշտական բարոյականության խնդիրը արտահայտված է վեպի գեղարվեստական հայեցակարգով, կերպարներով, դեպքերի ու վարմունքի բնույթով, բացառությամբ մի երկու անձերի, վեպի բոլոր հերոսների հոգեկան աշխարհի ու բարոյական վարքի հիմնական զսպանակը անձնական շահն է։ Այդ ընդհանուր ֆոնի վրա պատկերված է Գորյոյի ողբերգությունը, որում եւ ջուրեղացած կերպով մարմնավորված է եսապաշտական բարոյականության խնդիրը։ Գորյոն մտավոր բարոյական մեծ տվյալներ չունի, բարձր իդեալներով աչքի չի ընկնում, սովորական ձեռնարկատեր է եղել, մակարոնի ֆաբրիկայի միջոցով ձեռք է բերել հարստություն, նրա հոգեկան ամբողջ աշխարհն ամփոփված է մի զգացմունքի մեջ, դա հայրական սերն է, նա ամեն ինչ արել է երկու աղջիկների, Անաստասիի եւ Դելֆինի համար, ամեն ինչ տվել է նրանց, 800 հազարական օժիտով մեկին ամուսնացրել է Օմստա Ռեստոյի հետ, մյուսին տնության տվել բանկիր Նուսենժենին, իրեն պահելով մի չնչին գումար, որով կարող է քաշ տալ իր գոյությունը այնպիսի մի ողորմելի անկյունում, ինչպիսին ոգեի պանսիոնն է, իրեն մնացած չնչին բաժինն էլ
ծախսում է աղջիկների համար, որ մեկը պարահանդեսի շքեղ զգեզ թաքնի, մյուսը սիրեկանի համար առանձին սենյակ վարձի, իսկ ինքը փոխադրվում է ոգեի տուն մի խոնավ, ցուրտ խցիկ, որտեղ վառելափայտի համար գրպանում անգամ կոպեկ չունի։ Մեռնելուց հետո էլ մի հանամաս սավան չեն գտնում դժբախտ մարդու չորացած մարմինը ծածկելու համար։ Գորյոն հայրական սիրո անզուգական մարմնացում է, պատրաստ է հոգին տալ գեթ մի անգամ աղջիկներից մեկին տեսնելու համար, նրանցով է ապրում, նրանց մեջ է տեսնում իր երջանկությունն ու սեփական կյանքի իմաստը, որքան էլ այդ կյանքը նա քարշ է տալիս ողորմելի դրության մեջ։ Ես նրանց այնքան էի սիրում, որ նրանցից կտրվել չէի կարող, ինչպես մոլի խաղացողը խաղից, իմ աղջիկները ինձ համար իմ մոլորություններն էին։ Իսկ ո՞րն է դուստրերի բարոյական վարձատրությունը, քանի դեռ մոտը փող կա, մի 2 տարի փեսաներն ու աղջիկները հանդուրժում են նրա ներկայությունն իրենց մոտ, բայց երբ տեսնում են, որ գրպանները դատարկ են, դուրս են վռնդում որպես վերջին անպիտանի, անարգված, լքված, մինչև հոգու խորքը դառնացած հայրն ուզում է գոնե հեռվից տեսնել սիրած աղջիկներին, բայց չի հաջողվում։ Բնական կապերը խորտակվել են, ամենասրբազան զգացմունքները խորթացել, ինչու ո՞րն է Գորյոյի ողբերգությունը, այն, որ շրջապատված է եսապաշտական հոգեբանությամբ վարակված մարդկանցով, ոգեի տանը բոլորը ծիծաղում են նրա վրա եւ ոչ ոք չի հետաքրքրվում, ինչու է այս մարդն այսքան ինքնամփոփ, ինչ վիշտ ունի։ Փեսաները մտածում են իրենց շահի մասին, իսկ աղջիկները խորասուզվելով իրենց անձնական հաճույքների ոլորապտույտի մեջ ժամանակ չունեն հիշելու հորը, մի անգամ նրան տեսության գնալու։ Եթե նրա աղջիկները մեկ-մեկ հայտնվում են ոգեի տանը, այդ լինում է միայն այն դեպքում, երբ հարկավոր է նրանից կորզել վերջին ունեցվածքը։ Գորյոյի համար սրբազան հիշատակները, կնոջից մնացած աստղաթե գդալներ ու այլ իրեր, լքված, մոռացված, հարազատների շրջապատից արտաքսված Գորյոն վշտերի ծանրությանը չի դիմանում եւ կաթված է ստանում։ Թաղման ծախսերից փեսաները հրաժարվում են, 2 անգամ մարդ է գնում աղջիկների հետևից, ոչ մեկը չի գալիս ворցիական վերջին պարտքը մատուցելու, մեկին վիշտ է պատել, որ սիրեկանը լքել է, մյուսը պարահանդեսից ուշ է վերադարձել, անկողնուտ շուտ վեր կենալ չի ուզում, որ դեմքի թարմությունը չտուժի։ Պարահանդեսից առաջ էլ աղջիկները գիտեին, որ հայրը մահանում է, բայց անձնական հաճույքից արփած չեն էլ ուզում մեռնող հոր մասին լսել։ Ոգեի տան 2 ուսանողներ, Ռաստինյակն ու Բիանշոնը, իրենց վերջին կոպեկներով հոգում են դեղորայքի եւ թաղման ծախսերը, թշվառի դագաղի ետևից գնում են միայն Ռաստինյակը, ոգեի տան ծառան, եւ երբ դիակը եկեղեցուց դուրս են բերում եւ տեղավորում դիակարգում, տոհմական նշանով 2 դատարկ կարգեր հասան եւ հետևեցին հուղարկավորությանը, հարազատ աղջիկների դատարկ կարգերը։ Գորյոյի դժբախտ կյանքի ողբերգությունը ամբողջապես բացվում է մահվան վերջին ժամին արած նրա դառը խոստովանություններում։ Ահ, եթե ես հարուստ լինեի, եթե ես իմ կարողությունը պահեի, եթե ես բոլորը նրանց տված չլինեի, ապա նրանք իմ այստեղ կլինեին, նրանք իրենց համբույրներով իմ երեսը կլիզեին, ես ապարանքում կապրեի, գեղեցիկ սենյակներում, ծառաներ կունենայի, ինձ մոտ կրակ կլիներ եւ նրանք արցուն կթափեին, նրանց հետ եւ իրենց ամուսինները, իրենց երեխաները, այդ բոլորը կլիներ, իսկ հիմա ոչինչ, փողով ամեն ինչ կունենաս, մինչև իսկ աղջիկներ։ Գորյոն եսամով հաշվի վրա հիմնված եսասիրական բարոյականության զոհն է, կյանքի փորձը նրան բերել է այն սոսկալի գիտակցության, թե աշխարհում ամեն մարդու միակ աստվածությունը փողն է, ազնական շահը։ Հայ Գորյոյի գաղափարական մյուս կարևոր խնդիրը բնության բարի մարդու եռանդով ազնիվ մղումներով լի երիտասարդի ճակատագիրն է ժամանակի աշխարհում։ Այս կարևոր խնդիրն իրագործված է Ռաստինյակի կյանքի նկարագրության միջոցով։
Այս առումով առանց ուզմունքի հնարավոր չէ համեմատություն անցկացնել Վահե Հայկի Կաթիթ Փարան չմոռնաս մամա եւ Էրնեստ Հեմինգուեյի Ծերունին եւ ծովը պատմվածքի հետ։ Երկուսն էլ ցավեցնելու աստիճան սեղմում են մարդու կոկորդը, ուր կուտակվում է սրտից եկող արցունքները, սակայն տարբեր պատճառներ ունեն այդ արցունքները։ Մի դեպքում դրանք արտահայտում են զայրույթ եւ ատելություն, ուղղված հարազատ մոր նկատմամբ ընչաքաղց եւ եսասեր որդու անհոգի վերաբերմունքի դեմ, ինչպես նաեւ խղճահարություն, կարեկցանք, անպաշտպան զարամյալ կնոջ հանդեպ։ Երկրորդ դեպքում դրանք ծնվում են փոքրիկ Մանոլինի եւ ծեր ձկնորսի անսահման բարությունից, նվիրվածությունից, փորձության պահին միմյանց օգնելու անկաշար ցանկությունից, նույնիսկ զարմանալի է տասնամյա մանչուկի մեծ երախտագիտությունը, զգուշությունը, ծերունու երազները չփշրելու համար, այն հոգատարությունը, որ միայն մայրական կարելի է անվանել։ Այս արցունքները արդեն ներքին հրճվանքի, ուրախության, դրանից ծնված հիացմունքի արցունքներ են։ Կաթիթ Փարան չմոռնաս մամա պատմվածքը կառուցված է հակադրության սկզբունքով։ Այդ հակադրությունը պարզ երևում է հենց սկզբում։ Կութի օրեր են, խաղողն ասել է եւ ծիածանին բոլոր գույներն իր վրան առեր, այնքան քաղցր, այնքան հրապուրիչ։ Եթե բնությունն ինքը գեղեցիկ է, ապա բնության մեջ կա նաև տգեղը եւ հետևում է խանութպանի նկարագիրը, խիստ շարժուն, արագ, հաճախորդներին ճանապարհ դնելիս եւ դրամները հաշվելիս, անհոգի մարդու կերպար, որը շատ նման է Գորյոյի դուստրերին։ Հետո երևում է հաջորդ կերպարը եւ դրությունը սրվում է հակադրությունը ուժեղանում։ Նույն պահուն ետևի փոքրիկ դուռը կբացվի մեղմությամբ եւ ծերունի կինը ներս կդնե իր ոտքերը, հայտնապես սխալ տեղը մտած, ալլալով վախով լցված։ Ուշադրությունը պետք է բևեռել վերջին արտահայտության վրա, հայտնապես սխալ տեղը մտած, ալլալու վախով լցված։ Ինչու հարցին կարելի է պատասխանել հետևյալ կերպ. դա անվստահության վախի արտահայտություն է, այդպես օտարի մոտ կարելի է գնալ, մանավանդ երբ վստահ ես, որ ցուրտ վերաբերմունք է լինելու, բայց միթե օտար են ձեր կինն ու խանութպանը, ոչ նրանք մայր ու որդի են, ինչպես հայր Գորյոն եւ նրա դուստրերը, բայց հարազատ լինելը պայմանավորված չէ արնակցական կապով, այն ավելի խոր արմատներ ունի, հարազատությունը մարդկային վերաբերմունքի մեջ է ջերմությամբ։ Մինչդեռ փոքրիկ Մանոլինը հակառակը հոգատար վերաբերմունք է դրսևորում արնակցական կապ չունեցող օտար մարդու հետ։ Ահա նաև խանութպանի արտաքին նկարագիրը, միջին տարիքով լեցուն, ազիլված երեսներով թավամաս, մաքուր վրանոց հագեր է, ապա մոր նկարագիրը, չոր եւ կծկտած պարավ մնե, մորթի եւ ոսկորներու տխեղծ եւ եղկելի զանգվածը, կզարմանաս, որ անտակավին կշնչե եւ տակավին կրնա շարժիլ, իր գնացք այնքան դանդաղ է ու լուր, որ մարտակամա շուքի հետ չփոտելու մտածումը կունենամ։ Եվ ահա դեմ դիմաց կանգնած են գեր վաճառականն ու ուրվական հիշեցնող ձեր կինը, նրանց կողքին կա մի երրորդ անձ, հեղինակը, որի վերաբերմունք այդ կերպարների նկատմամբ խիստ որոշակի է եւ պատմվածքի այս տիպի կառուցվածքը հնարավորություն է տալիս կերպարների վարքագծին հետևել ոչ միայն նրանց փոխադարձ վերաբերմունքից, այլև հեղինակի եսի տեսանկյունից։ Լարված իրավիճակը բացում է հեղինակը, բացահայտելով ոչ միայն կնոջով լինելը, այլև որդու ցուրտ եւ անտարբեր հոգին։ Մայրս է, կպատասխանե խանութպանը ցուրտ անտարբերությամբ եւ առանց անոր երեսը նայելու։
Հոգեբանական տարբեր պահերը հաջորդում են միմյանց եւ բարոյական տարբեր կեցվածք ունեցող մարդիկ առաջացնում են տարբեր վերաբերմունք, տարբեր մոտեցում։ Պատասխանի ցուրտ ու չոր լինելը արդեն խոսում է այն մասին, որ որդին վատ մարդ է, ինչպես Գորյոյի դուստրերը, ինչպես կարելի է մոր մասին այդպես խոսել։ Որդու հոգու ցրտությունն ու մոր նկատմամբ ունեցած անտարբերությունը ավելի է ընդգծվում, երբ գործողությունների զարգացման մեջ մտնում է երրորդ ասնավորություն հեղինակը։ Ապա ժպտերես կմոտենամ լքված ծերունիին եւ կխոսիմ տաք շունչով. «Բարև, մամա, ինչպես ես, աղեք ես»։ Պարավը կնայի ինձ նախ ապշությամբ եւ զարմանքով գրում է հեղինակը։ Ինչն է այդ զարմանքի պատճառը։ Բնական է, ձեր կինը այնքան երկար ժամանակ չի արժանացել թաղաքուշ վերաբերմունքի, ուշադրության, որ մոռացել է նաև, թե իրեն էլ այդպես դիմող կարող է գտնվել։ Ուրեմն նա լքված է, մենակ, մատնված անտարբերության։ Ձեր կնոջ զարմանքը մեկ անգամ եւս շեշտում է, ընդգծում որդու անտարբերությունը նրա նկատմամբ։ Պատկերները հաջորդում են միմյանց եւ այդ ընթացքում հերոսները նոր հոգեվիճակով են ներկայանում ընթերցողին։ Հաջորդ նախադասությունն էլ ավելի է խորացնում այն միտքը, թե ձեր կինը մոռացել է, որ իրեն էլ կարող են քնքշությամբ դիմել, բայց ավելի սարսափելի է այն գիտակցությունը, որ նա մոռացել է նույնիսկ ժպտալ, ինչպես հայ Գորյոն, որտեղից որտեղ քանդվում են նրա հոգուծալքերը եւ շատ հեռուներից էյության թաքնված խորքերից վերադառնում է մի կոտրված, բեկված, վախվորած ճպիտ։ Ինչ ասեմ, ձակուկս, տերտրս հոս է հոս ու ձերքը կտանե կուրսկին, հոն դիզված կրակներ ալալու են։ Մի պահ արթնանում է նրա հոգին, որ բարի եղել եւ գեղեցիկ, բայց ընդմիշտ փակվել է որդու հարազատների շրջապատի անտարբերությունից։ Ահա թե ինչի կարող է հասցնել անտարբերությունը մարդու նկատմամբ։ Տարավը մոտենում է գնումներ կատարելու նույն վախվորած քայլերն ու վախվորած հայացքով։ Կմոտենա տղուն, անոր աչքերուն կնայի աղաչավոր եւ բարի հայացքը ձգելուն։ Տղան ձայն չի տար, դուրս կնայես սիկարետին լեցուն ծուխմը պարպելով օդին մեջ։ Այս երկու նախադասությունները մարդկային տարբեր հոգեբանության արտահայտություն են, մոր հայացքի մեջ սիրտ կա, իսկ որդու հայացքի մեջ քար անտարբերություն։ Ինչպես միշտ նա մորը չի նայում, մորը չի տեսնում, չի ուզում տեսնել, բայց տեսնում է դրամը, որ դողահար ձեռքով պարավը դնում է սեղանին։ Էդի քիչ է, քիչ, կպոռա նպարավաճառը խստությամբ, հետո նորից, էդ էլ քիչ է, էս չափ ատենք ու գազ բան կառնես, գիները դեռ չսորվեցար, ցնդած։ Մաման խորունգ եւ սպանից ցնցումը կստանա եւ կայլայվի։ Մնացածը հոգեբանորեն զգում է ու շարունակում հեղինակը։ Ինչ լավ էր, թե երկաթի մուրճը իջածը լար իր գլխուն այդ խոսքերուն տեղ։ Գործողությունների զարգացումը եւ ձեր կնոջ հոգեկան ապրումները հասնում են իրենց գագաթնակետին, մաման լալագին դիմագծով կհավաքի իր փոքրիկ ծրաշները առանց բառը արտասանելու, կուրսկին եւ թևերուն մեջ կտեղավորե զանոնք զգուշությամբ եւ կքալե դեպի ետևի դուռը դանդաղ ու մտածկոտ քայլերով։ Հեղինակի հարգալից վերաբերմունքը ձեր կնոջ նկատմամբ եւ նրա պորտկուն մենախոսությունը ապտակ են ոչ միայն վաճառական որդու, այլև բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ի վիճակի են հանուն դրամի իրենց մեզ սպանել մարդուն։ Իսկ ինչ կարելի է վճարել մայրական այն անուշ անարատ կաթի դիմաց, որ քո էությունետ, քո արյունետ կաթիլներեն կամվեցավ եւ վազեց անոր շրթունքներուն մեջ, վազեց անհամար գիշերներով, անքուն գիշերներով, նվաղուն օրորներով եւ նենիններով քաղցրացած։
Մամա, միտքդ պահե, մյուս անգամ խանութ գալուց, կաթիդ փարան չմոռնաս, հա չմոռնաս։ Ռետորական հարցադրումներով և բացականչություններով հարուստ այս նախադասությունները, որ պատասխան չեն պահանջում, խորացնում են պատմվածքի հիմնական գաղափարը և մոտեցնում են հայ Գորյոյի գաղափարական հարցադրումներին։ Մինչդեռ ձեր կնոջ նման ձեր է նաև ձկնորս Սանտիագոն, ահա նրա արտաքին նկարագիրը, որ հիշեցնում է հայկի պատմվածքի ձեր կնոջը։ Ձերունին նիհար էր ու հյուսված, ծոծրակն ակուսված էր խոր կնճիռներով, իսկ այդ տարածված էին մաշկային անվնաս քաղցկեղի թուղ բծերով, որ առաջ են բերում արևադարձային ծովի հարթության մեջ արտացոլված արևի ճառագայթները։ Հին էր նրա ամեն ինչը, բացի աչքերից, իսկ աչքերի գույնը նման էր ծովին, աննկուն մարդու ուրախ աչքեր էին դրանք։ Նա էլ ծեր է ու մենակ, բայց ուրախ ու աննկուն աչքեր ունի, որովհետև կա մեկը, որ խիստ ուշադիր ու հոգատար է նրա նկատմամբ։ Երբ մարդը շրջապատված է հոգատար և ուշադիր վերաբերմունքով, նա մենակ ու ծեր չի զգում իրեն, ահա երկու կերպարների տարբերությունը։ Այն ինչ չկա նպարավաճառի և Գորյոյի դուստրերի մոտ, այն ինչի բացակայությունը նրանց վատ մարդ է դարձրել, այդ ամենով հարուստ է փոքրիկ Մանոլինը, հոգատարություն, երախտագիտության զգացում, սեր և ուշադրություն մարդու նկատմամբ։ Սրտի ցավով էր տղան տեսնում, թե ինչպես ծերունին ամեն օր ձեռնունայն է վերադառնում և ափ էր գնում, որպեսզի օգնի նրան տուն տանելու տարանները կամ կեռաձողը, հարպունն ու կայմի շուրջը փաթաթված առագաստը։ Նա փոքր է և ստիպված է հնազանդվել ծնողների կամքին, հեռանալ ձախորդ ծերունուց, բայց ծնողները չէին կարող նրանից անջատել նրա մարդկային հոգին ու բարոյական բարձր հատկանիշները, և նա երախտագիտությամբ ու հոգատարությամբ հատուցում է ծերունին իր բացակայությունը։ Եթե ես չեմ կարող քեզ այդ ձուկ որսալ, թող գոնե որևէ բանով օգնեմ քեզ, այս գիտակցությունը անբաժան է նրանից և դա է մարդկայինը, իսկ նպարավաճառը չի հիշում անգամ մայրական կաթը։ Ծերունին և Մանոլինը նույնիսկ երջանիկ են իրենց աղքատության մեջ, երջանիկ չի կարող անվանել, որովհետև նա հոգով աղքատ է, սնանկ, իսկ Մանոլինը գեղեցիկ ու երջանիկ է իր հոգու հարստությամբ։ Նա հասկանում է ծեր ձկնորսին, նրա նկատմամբ լցված է անսահման բարությամբ, պարզությամբ և անկեղծությամբ։ Հնարում է, թողնում ծերուկին իր հուշերի հետ ու գնում է նրա համար իսկապես ուտելիք բերելու, և որքան բարի է նա։ Տես ծերուկ, չմրսես, իսկ երբ վերադառնում է ու տեսնում նրան քնած, տղան մահճակալից վերցրեց զինվորական հին վերմակը և դրանով ծածկեց աթոռի թիկնաղն ու ծերունու ուսերը։ Սա հոգատարություն է ձեր մարդու նկատմամբ, հոգատարության այդպիսի օրինակներ շատ կան, քանի ես ողջ եմ, չեմ թողնի, որ քաղցած գնաց ձուկ բռնելու, կամ անհրաժեշտ է ջրի պաշար ապահովել նրա համար, նաև օճառ ու լավ երեսսրբիչ։ Ինչպես մինչև հիմա չեմ մտածել, նա կարիք ունի նոր վերնաշապիկի, բաճկոնի, որևէ ոտնամանի ու էլի մի վերմակի, կարծես իրեն հանցավոր է զգում, որ այդքան ուշ է այդ մասին մտածում։ Իսկ ինչպես էր մտածում նպարավաճառը իր մոր մասին կամ Գորյոյի դուստրերը իրենց հոր մասին։ Նպարավաճառի դեպքում խանութիս ետևը տախտակե խուց մշինած ենք, հոն կբնակվի, մեր տան մեջ տեղ չունինք, նոր շինած ենք և չենք ուզեր, որ աղտոտի, իրեն արդարացնելու համար նույնիսկ փաստեր է բերում, մենք ընտանիքի զավակներու տեր ենք, ըսինք կառավարության, ծախները շատ էսինք, այս պարավին հոգ չեն կրնար տանիլ, այս պարավին, կարծես օտար մեկն է, բոլորովին ավելորդիր, որին այդ ծախքերից հնարավոր չէ բաժին հանել։ Իսկ Գորյոն ոգեի պանսիոնում է,
տեղ գտնում իր բախտակից ընկերների շրջանում, իսկ Մանոլինը ամեն ինչ անում է, որ ծերուկն իրեն լավ զգա, իսկ հիմա աշխարհի ամենալավ ձկնորսը դու ես, նա ծերունու մեջ արթնացնում է հավատ իր սպառված ուժերի հանդեպ, հենց այդ հավատով էլ վերջին անգամ նա մտնում է օվկիանոս, որսալու չափազանց մեծ ձուկ, անչափ սիրելու բարի է փոքրիկ Մանոլինը հատվածի վերջին մասում, այն դեպքում, երբ նպարավաճառը իր մոր երեսին անգամ չի նայում, չի տեսնում նրա դողահար ձեռքերը, որ դրամ էին մեկնում իրեն, տղան նայելով քնած ծերունու արյուն լվիտ եղած ձեռքերին լաց է լինում, նա կամացուկ դուրս եկավ խրճիթից սուրճ բերելու և ամբողջ ճանապարհին լաց էր լինում, նրա համար մեկ էր, որ ձկնորսները տեսնում են իր արցունքները, այդ արցունքները նրա բարության, քնքուշ հոգու արտահայտություն են, որքան չոր ու ամայի է նպարավաճառի հոգին, այնքան հարուստ է ու ծով բարությամբ լեցուն փոքր տղայի հոգին, երկու տարբեր աշխարհներ են նրանք, և մարդը անպայման կնկատի նրանց տարբերությունները, անգամ ամենավհատված պահին նա իր մեջ ուժ է գտնում թաքցնել արցունքները ծերունուց, չէ որ իրեն արդեն տղամարդ է զգում և հոգեկան նեցուկ լինել նրա համար, համոզել, որ նա դեռ ուժեղ է, բայց ինքը հո չկարողացավ ընկճել քեզ, ձուկը հո չկարողացավ հաղթել քեզ, կարծես թե ծերուկին կռվան է տալիս ապրելու, ուժ ստանալու և որքան լավ է զգում վերջինս, նա զգաց թե որքան հաճելի է, երբ կա մեկը, որի հետ կարող ես խոսել, բացի քեզանից ու ծովից, կարոտել էի քեզ, իսկ նրանց բաժանել էր ընդամենը մի գիշեր, պարզապես ծերունին կարոտել էր մարդուն, մանավանդ մարդկային լավ խոսքին, որ իրեն ուժ էր ներարկում, ուրեմն մարդը բարոյապես բարձր է, երջանիկ, երբ կարող է դիմացինին, մանավանդ երբ վերջինս անօգնական է, հաճույք պատճառել, լինի դա քաղցր խոսք, լավ վերաբերմունք, ահա թե ինչից էր զրկված նպարավաճառի մայրը, այդ պատճառով էլ նա զգում է իրեն լքված մենակությամբ, իսկ ծերունին ոչ, դեռ ավելին, ծերունուն անհրաժեշտ է համոզել, թե որքան նա պետք է ուրիշներին, դու պետք է շուտ լավանաս, որովհետև ես քեզանից շատ բան պետք է սովորեմ, ասում է տղան, կորով ներշնչում նրան, իսկ հեռանալիս նորից լաց է լինում, որովհետև համոզված էր նրա դրության ահավորության մեջ, այսուամենայնիվ գնում էր դեղատնից նրա համար սպեղանի բերելու, իսկ նպարավաճառի մայրը, նրան համոզել են արդեն, որ ինքը ոչ ոքի պետք չէ և ոչ ոք էլ նրա համար երբեք լաց չի լինի, ինչպես Գորյոյի աղջիկները, որոնք արցունքներ չունեցան իրենց հոր համար,